Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է մարտի 29-ին մեկնարկած աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ։ Վաղը Սարգսյանը կմասնակցի Վաշինգթոնում մեկնարկած միջուկային անվտանգության համաժողովին։ Դեռ տեղեկություն չկա, արդյոք նախատեսված է Սարգսյանի հանդիպումը Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի հետ, թեև ԱՄՆ պետքարտուղարը մարտի 30-ին արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Ալիևին։ Մինչ Վաշինգթոն մեկնելը Սարգսյանն այս օրերին հանդիպումներ է ունեցել Մասաչուսեթս նահանգում, այցելել Հայաշատ Ուոթերթաուն քաղաք, եղել Մասաչուսեթսի տեխնոլոգիաների, Թավթ, Հարվարդի համալսարաններում, հանդես եկել ելույթներով։ Մասնավորապես Հարվարդի Քենեդիի անվան կառավարման դպրոցում նախագահը խոսել է նաև ներքին հարցերից։ Ներքին կյանքի առումով այսօր ինձ համար թերևս ամենամեծ ձեռքբերումը խոսքի ազատության նկատմամբ հարգանքն է եւ ակտիվ քաղաքացիական հասարակությունը։ Կարծում եմ, որ այս դպրոցի տանիքի ներքո առավել քան ընկալելի է պետական ինստիտուտների կողմից արդյունավետ որոշումներ կայացնելու մեխանիզմների կարևորությունը։ Այսօր Հայաստանում լայն թափով ընթացող ներքին բարեփոխումները հենց այդպիսի մեխանիզմներ ստեղծելու նպատակ ունեն։ Սերժ Սարգսյանը բեկումնային է համարել սահմանադրական փոփոխությունները, նշելով, որ այն նոր էջ է բացելու քաղաքական կուսակցությունների զարգացման համար։ Սահմանադրական բարեփոխումների ռազմավարական նպատակը հենց դա է։ Ավելի շատ ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ ավելի նպատակասլաց պայքար։ Այստեղ մենք ունենք լուրջ ներուժ եւ այդ ներուժը մենք պետք է լիարժեքորեն իրականացնենք։ Հարվարդում ուսանողների հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների առջև։ Նախագահը կոչ է արել Ամերիկայի հայերին խթանել օտարերկրյա ներդրումները Հայաստանում։ Մեջբերում ենք, օգտագործելով ամերիկյան բիզնես շրջանակների հետ ձեր կապերը, դուք կարող եք մեծապես խթանել դեպի Հայաստան օտարերկրյա ուղղակի ներդրումները, ամբողջությամբ չի օգտագործվում հատկապես ամերիկահայերի ներուժը։ Եկեք հայրենիք, ներդրումներ կատարեք, շահույթ ստանալով միաժամանակ կառուցեք երկիրը, աշխատատեղեր ստեղծելով օգնեք զարգացնել երկիրը, կոչ է արել Սարգսյանը։ Մինչդեռ ըստ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի պատճառներն ակնհայտ են, ինչու ամերիկահայերը ներդրումներ չեն անում Հայաստանում։ Այդ փաստը արձանագրվել է Միացյալ Նահանգների նախկին դեսպանների կողմից այստեղ, երբ ակնարկվել է Հայաստանի կոռուպցիան եւ նաեւ ակնարկվել է հենց ուղիղ ներդրումների առումով կոռուպցիայի որպես խոչընդոտ լինելը։ Հետևաբար այս կտրվածքով կարծում եմ Միացյալ Նահանգներում չէ, որ Սերժ Սարգսյանը պետք է այդ հարցի պատասխանները փնտրի կամ ուրեմն շարունակի հորդորել ամերիկահայ գործարաններին ուրեմն իրենց ներդրում ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Անդրադառնալով Հայաստանի նախագահի այցին Միացյալ Նահանգներ, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը նկատում է Սարգսյանին ի տարբերություն առաջին եւ երկրորդ նախագահների։ Սպիտակ տանը չեն ընդունել, ինչի պատճառը ըստ նրա մարտի 1-ն էր։ Միևնույն ժամանակ վերլուծաբանը նշանակալից է համարում Սարգսյանի այս այցը Միացյալ Նահանգներ, հատկապես որ Ռուսաստանը բոյկոտել ու չի մասնակցում միջուկային անվտանգության գագաթնաժողովին։ Առաջին անգամը չէ, որ Հայաստանի նախագահը մասնակցում է միջուկային անվտանգության գագաթնաժողովին։ Սարգսյանն անցյալ տարի եւս այնտեղ էր։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանը ռազմավարական առումով դիտարկվում է որպես ավելի կարևոր երկիր, քան նախկինում էր։ Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Սարգսյանը մասնակցում է գագաթնաժողովին այն պարագայում, երբ Ռուսաստանը բոյկոտել է այն։ Սա եւս շատ կարևոր է եւ Հայաստանի ինքնավարության ու անկախության նշան է։ It is a demonstration of Armenian sovereignty and independence. Ապրիլի 29-ին Սարգսյանն այցելել է նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան եւ դրա մեդիա լաբորատորիա, որը նորարարական լրագրության կենտրոն է։ Քաղաքագետ Կիրակոսյանն այս այցը խորհրդանշական է համարում։ What's important here is the situation in Armenia is very different. Ուշագրավ է, որ Հայաստանում իրավիճակը բոլորովին այլ է Մասաչուսեթսում ներկայացվածից։ Հայաստանի խորհրդարանի падգամավորները վիրավորում են լրագրողներին։ Ոստիկանները եւս բռնություններ են գործադրում։ Լրագրողները Հայաստանում ամենաճնշված եւ խոցելի խավն են։ Journalists in Armenia remain one of the most endangered and vulnerable professionals.